Նորածնային 7 սկրինինգային ծրագրերին հունվարի 1-ից ավելացել է նորը՝ ակնային հետազոտությունը, ուղղված բնածին կամ ժառանգական հիվանդությունների վաղ հայտնաբերմանը։ Արդեն այս տարի ծնված երեխաների տեսողությունը ստուգում են նեոնատոլոգները։ Այս սկրինինգի նպատակն է վաղ հայտնաբերել այն ակնային ախտաբանությունները, որոնք կարող են բերել տեսողության նվազման, անդառնալի կորուստի, ինչպես նաև ուշ ախտորոշման դեպքում պահանջել բարդ եւ երկարատև բուժում։ Սկրինինգային ծրագիրը միտված է կանխարգելելու մի շարք բարդ հիվանդություններ՝ բնածին կատարակտան, գլաուկոման, աչքի ծանր անոմալիաները եւ այլն։ Այս պաթոլոգիաների վաղ հայտնաբերումը հնարավորություն կտա ժամանակին բուժել երեխային եւ խուսափել հետագա բարդություններից։ Բացի նրանց, որ երեխայի ամենակարևորը դիտարկում ենք դա, որ կյանքին կարող է վտանգ սպառնալ, այստեղ նաև շատ կարևոր է, որ այս երեխաները, որոնց բուժօգնությունը ուշ է լինում, նրանք ամբողջ կյանքում դառնում են հաշմանդամ երեխաներ, շատ ցածր տեսնող երեխաներ։ Կան հիվանդություններ, որոնք գտնվում են ակնագնդի մեջ եւ ընթանում են առանց ախտանիշների։ Դրանք արտահայտվում են ավելի ուշ շրջանում, օրինակ աչքի շլությամբ։ Սկրինինգային ծրագիրը հնարավորություն կտա ժամանակին հայտնաբերել եւ բուժել այդ պաթոլոգիաները։ Որպես օրինակ ձեզ բերեմ բնածին կատարակտաները, որոնց բուժօգնությունը պետք է կատարվի բավականին շուտ ժամկետներում, դեռևս ամսական տարիքում պետք է կատարվի վիրահատական բուժում, որպեսզի երեխայի աչքի մեջ լույս ընկնի եւ երեխան ունենա հնարավորություն ապագայում տեսնելու։ Եթե այդ վիրահատությունը արվում է ուշ ժամկետներում, օրինակ 1-2 տարեկանից հետո, երեխան ամբողջ կյանքում դատապարտված է վատ տեսնելու։ Հիվանդությունների վաղ ախտորոշումը թե պետությանը եւ թե բուժառուին ձեռնտու է նաեւ ֆինանսապես։ Այդ պատճառով համաշխարհային առողջապահությունը գնում է կանխարգելման ճանապարհով։ Մեր որդեգրած քաղաքականության հիմքում ընկած է կանխարգելիչ բժշկության զարգացումը եւ հանրային առողջության պահպանման արդիականացումը։ Ուստի սկրինինգային ծրագրերը մեզ համար առաջնահերթ պետական ռազմավարական առաջնահերթություններից են, որոնց միջոցով պետք է հասնենք հիվանդությունների վաղ հայտնաբերման, այսպիսով նվազեցնելով հաշմանդամության եւ մահացության դեպքերը։ Իդեպ նախորդ տարեվերջին մասնագետները վերապատրաստվել են, մասնակցելով տեսական եւ գործնական դասերի։ Արամ Մարանդյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։